Սիրելիներ Աստծո օգնությամբ մենք այսօր կշարունակենք մեր թեման, որը սկսած ենք սերդել եւ նայել 7 եկեղեցիներով։ Եվ այսօր արդեն հերթը հասած է, որ ցեզի ներկայացնեմ Բերգամոնի եկեղեցի։ Խոսքը մեզի գուկա հայտնություն Հովաննու երկրորդ գլխուն 12-ին 17 համարներուն ընդմեջ է։ Հետևենք Աստծո խոսքին։ Բերգամոնի մեջ եղած եկեղեցին հրեշտակին գրե։ Այսպես կսե անիգա, որ սրած երկբերան սուրբ ունի։ Գիտեմ քու գործերդ եւ թե ուր կբնակիս, այսինքն սատանային աթորին եղած տեղը ու իմ անունս կբահես եւ իմ հավատ կշչուրացար, այն օրերն անգամ եւ Անտիբաս իմ հավատարիմ վգաս սպաննվեցավ ծեր մեջ, ուր սատանան կբնակի։ Բայց քեզի թեմ քիչ մփանն ունի, որ հոտ փաղաղմի վարտաբերության հետևողներ կան, որոնք փաղակ սորվեցուց Իսրայելի որդիներուն արչև քայթավություն տնեն, որպես անոնք կուրկերու զոհվածներ ուտեն ու բորունգություն անեն։ Ասկեզատուն Նիկողոսյան վարտաբերության հետևողներ ունիս, որ ես կատեմ։ Ուստի ապաշխարե, եթե ոչ չուդով պիտի կամ ու իմ պերդի սրովը պիտի պատերազմին անոնց հետ։ Ան որ ագան չունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներում։ Ով որ կհաղթե, պահված մանանային ուտել պիտի դամանոր ու ջերմախ խիչ մը պիտի դամանոր եւ այն խիչին վրա նոր անուն մը գրված, որ մեկը չի գիտեր, բայց միայն այն, որ գընդունի։ Վերջերս ես կսեմ շատ մը եկեղեցիների հովիվների վրա Սուրբ Հոգին փչում է իր ալիքը, իր խոսքը եւ այդ պատճառով այս օրերուն, այսինքն վերջին 10-ամյակին շատ եկեղեցիներու հովիվներ սկսան անդրադառնալ 7 եկեղեցիներու պատկամը։ Այս 7 եկեղեցիներուն պատկամը սիրելիներ շատ անհրաժեշտ դեր ունի քրիստոնեական եկեղեցվո մեջ։ Եվ եթե փորձենք քիչ մը պատմական եւ գիտական հայացքեն դուրս ելնել եւ խորը հոգեվոր աչքերով նայել, արդեն ես եղբայր Էդգարեն դեղյակ չլալով ինքը այսօր մեզի կարդաց հայտնություն Հովաննու 5-րդ գլուխը գտեսնենք, թե սիրելիներ Սուրբ Հոգին ինչպես կարաշնորհ է, որ 7 եկեղեցիներուն պատկամ տալեն ետքը մեր առջև կբացվի երկնքի պաշտամունքի պատկերը, ճշմարիտ Աստուծո ընդունելի պաշտամունքը երկնքի մեջ, անմեղ, սուրբ, գադարյալ Աստվածահաճո։ Եվ դերը մեզի ցույց կտա, որ մենք այդ պաշտամունքը որտեղենք հետևենք, բայց առաջ պետք է եկեղեցին Աստվածահաճո անա։ Առաջ մեր կյանքը պետք է դզնի կամ ավելի ճիշտ է նվիրվենք Աստվածահաճո ըլլա եւ կմատուցանենք այն պաշտամունքը, որ երկնքի մեջ կմատուցվի։ Ուրեմն դերը մեզի այս օրերուն գխոսի, որպեսզի մենք նվիրվենք հետևելով իր ճշմարտության խոսքին։ Այսօր պիտի փորձեմ պատկամս ներկայացնել առավելաբար գիրառական ոճով, որովհետև երբ քարոզիչներ, հովիվներ կներկայացնեն 7 եկեղեցիները, որպեսզի մենք կարողանանք այս 7 եկեղեցիները լավ ճանչնալ
Քարոզիչը բավական իր քարոզի մեջ դեր ուտա ներկայացնելու եւ բացատրելու 7 եկեղեցիներուն պատմական քաղաքը, քաղաքի վիճակը եւ այլն։ Ես պիտի փորձեմ ներկայացնել գիրառականը, բայց մասամբ ցեվում ասեմ բարդաթրված պատմականին պիտի անդրադառնամ, որովհետև կործածված բառերը բավականին առնչություն եւ կապակցություն ունի պատմականին հետ։ Հիսուս կկործածեր բառեր, խոսքեր, որ իրենց առօրյան էր։ Այս եկեղեցիներուն պատկամը մարգարեական չէ, ինչ որ ապակային պիտի ըլլա, այլ այժմյական առօրյա իրավիճակն է, ինչ որ ժողովուրդը գաբրեր այդ օրին։ Եվ մենք այսօր անոնց նայելով մեջ են մեր բաժինները պիտի վերցնենք։ Պիտի փորձեմ ներկայացնել այն ինչ որ Սուրբ Ոգին սրտիս վրա դրած է եւ պիտի փորձեմ չի մանրամասնել։ Պատմականին կարևորություն պիտի չի դամ, բայց ինչպես ասի մի քանի բառեր պիտի օգտագործեմ։ Օրինակ, այսօրվա Բերգամոնի եկեղեցու մեջ կործածված բառերը, որոնց վրա լույս կարձակվի հետևյալն է. Երբ փերան սուրը, օրինակ սատանային աթոռը, կամ ուդել բահված մանանային, ջերմախիճը եւ անոր վրա գրված նոր անուն։ Սիրելիներ, Բերգամոնը փոքր Ասիո հռոմեական գաշտության մայրաքաղաքն էր։ Այսինքն այսօրվա արևմտյան Թուրքիան, Իզմիրի շրջանը, Արաբը, Անտալիա, Անդիոք, որ մեզի բավականին ծանոթ է, հոր կդիրապետեր հռոմեական գաշտությունը, բայց ավելի միջին տարածքով հեռավորությամբ կգտնվեր այդ օրին Բերգամոն, որպես մայրաքաղաք հռոմեական գաշտությամբ։ Ինչպիսի առանձնահատկություն ուներ այս մայրաքաղաքը, որ կդարբերվեր ուրիշ քաղաքներեն։ Մայրաքաղաքի մեջ կար գայսրին գուսագալը։ Երբ գուսագալ գսենք, այսինքն գայսրին դեղագալը, որ ամեն իշխանություն գայսրեն իրեն դրված էր այդ մայրաքաղաքը եւ երկիրը գարավարելու։ Մեծ անձնավորություն ուներ այս քաղաքը։ Ուներ հեթանոսական 4 նշանավոր մեհյաններ, հեթանոսական դաջարներ, ուներ որպես մայրաքաղաք իր խորհրդանիշը, ինչպես Երևանի խորհրդանիշը մենք բոլորս կճանչնանք 2700-ամյակի արդիվ եւ այլն, Երևանը իր խորհրդանիշ ունի, Բերգամոնը ուներ իր խորհրդանիշը, որն էր հռոմեական անհաղթ սուրը։ Այս սուրով, հռոմեական սուրով, Բերգամոնը գզանազանվեր որպես իր հզոր սուրով։ Բերգամոնը ուներ բժշկության մեհյանը, դաջարը, հիվանդներ գերտային հոնդեր, բժշկություն խնդրելու, բժշկություն փնտրելու, որոնց խորհրդանիշն էր բժշկական օծով քավազանը։ Եվ մինչև այսօր անիկա ապտեկաներուն կամ բժշկական կենտրոններում կտեսնենք, այս մեկը այդ օրին նաև քոյեր Բերգամոնի մեջ։ Հիմա իրենք ուրգե արած են, որ կանոն գապունի ելիցի հետ, ադիգա ուրիշ բան, բայց այս մեկը հոն ներկա է, իր լատինական անունով եւ այլն։ Նաև Բերգամոնը ուներ 200,000 քիրք բարունագող քրաթարան։ Այդ օրին աշխարհի երկիվ երկուն էր, առաջինը Ալեքսանդրիան, երկրորդը Բերգամոնի քրաթարանը։ Բերգամոնը ուներ
հզոր իշխանություն իր քաղաքով գուսագալով սուրով մեծ քաղաք էր օրինակ գրնանք ասել Չինաստանի մայրաքաղաքը համեմատելով այսօր Վաշինգտոնը Մոսկվան ասպես հզոր իշխանություն ուներ նշանավոր էր հեթանոսությամբ բժշկական գիտությունով եւ համալսարանական գիտությունով իր քրաթարանով այսպիսի մայրաքաղաքի մեջ եկեղեցի ունենալ եկեղեցի բահել երբեկտյուրին փանջել այս եկեղեցու արջեր լիքը մարդահրավերներ կային քիդական մարդահրավերներ բժշկական մարդահրավերներ մեղքի աշխարհը որ ժողովուրդը զեղության կյանք կապրեր քաղաքական մարդահրավեր զորավոր փանակ կար հռոմեական գասությունը ոնդեղ մեծ փանակ ուներ այս բոլորին մեջ Քրիստոս ուներ եկեղեցիմը եւ թյուրինչե եկեղեցու վիճակը այսպիսի քաղաքի մեջ եւ մենք երբ 7 եկեղեցիները գսերդենք սիրելիներ արդեն նկատի կունենանք որ ամեն մեկ եկեղեցի մի տարբեր վիճակի մեջ էր մի տարբեր պայմաններու մեջ էր մեկը մյուսին չէր նման էր օրինակ Զմիրնան աղքատ էր Լավոթիգեն հարուստ էր նյութականով տեսեք 200 կիլոմետր հեռավորությամբ ուն շրջանի մեջ Քրիստոսի եկեղեցին մեկ եկեղեցու ժողովուրդը աղքատ մյուս եկեղեցու ժողովուրդը հարուստ պայմանները տարբեր էին եւ Բերգամոնի քաղաքի մեջի եկեղեցու վիճակը բավականին ծանր էր որովհետեւ հեթանոսությունով իշխանությունով գիտությունով շրջապատված քաղաքն էր այս բոլորը սիրելիները գիտություն է պատմություն է հիմա ինչ որ ես դեզի ներկայացուցի սրանք պատճառներ չեն որ մենք Սուրբ Հոգիով լեցնենք բայց մեջ են բաժիններ կա պիտի առնենք որովհետեւ կարենանք պատկամը հասկանալ ինչպես որ առաջին տարու հավատացյալները հասկացան այս բարձ եւ երկու բարերով եկած պատկամ այսօր Բերգամոն քաղաքին շատ բան չէ մնացած մի քանի գդոր հնություն կա քարի եկավ եւ անցավ բայց իմ հետաքրքրությունս ուրիշ բան է քրիստոնեությունը այս քաղաքի մեջ ինչպես հասավ ով էր այս քաղաքի մեջի քարոզիչը առաջին ով հիմնեց ով ցանեց ով դնգեց այս եկեղեցը որուն աստեցությունը օրին հասավ մինչև ուսագալին քիչ վեճ տեսնենք ինչպես հասած էր ուղղակի գուսագալը աստ իր ունեցած դվյաններով հաշիվը ըրավ Բերգամոնի մեջ գտնված եկեղեցի ինչպես հոն հասավ եւ այսօր մեզի համար ինչ պատկամ կա նախքան սկսիլս մի քանի նախատասություններ դերս ըրգիս վրա դրած է ուզեմ փոխանցել դեղական եկեղեցի խոսքը մեզի է եւ դեղական եկեղեցի միշտ ավետարան դեղական եկեղեցին միշտ ավետարանչության թուրը փած պահելու Աբաշխարության քարոզությունը եկեղեցու մեջ ոչ մեկտեղ եւ ժամանակ թատրելու չէ։ Դեղական եկեղեցին աղոթքով միշտ փած ըլլալու է լսելու եւ հնազանդելու Սուրբ Հոգին ցայնին։ Երբ ըսավ Սուրբ Հոգին զադեցեք ինձ Բարնաբասը եւ Սողոսը այն գործին համար, որ ես պատրաստած եմ եւ պիտի ղրգեմ։ Որ ես շատ բացահայտ կերպով իմ եղբայրներուս քույրերուս ասացի. Եթե դուք եկեղեցու մեջ Պողոս եւ Բարնաբաս ունեք, դուրս կղրգեք,
Սուրբ Հոգին գլելկե, որովհետև ամբողջ աշխարհ ավետարանը լսելու է։ Դերական եկեղեցին ունենալու է տեսիք հասնելու հոն ուր եկեղեցի չի գա։ Աս է ավետարանչությունը։ Մենք պետք է մտնենք այն շրջանները, ուր դակավին ավետարանը չի հասած։ Ես վերջերս նկատեցի, որ եկեղեցիներ իրարու շատ կնան։ Եկեղեցին բանը գնե նույնը միշտ եկեղեցին գնե։ Դեր մի եկեղեցի կպասի ուրիշը կուկա կողքը կպանը։ Մի կսկնաթագություն չէ սիրելին։ Աստված բոլորին օրն է, բոլորին ալ դեր գա։ Եթե այսօր Աբովյանի մեջ 5 եկեղեցու վրա 5 հատ եւս բացի դակամին դեր գա։ Բոլորն եկեղեցին դակամին դուրս արաբաշխարներ կմնան։ Գարիկը շատ է, հունցքը հասած է, բայց սիրելիներ Բողոս Արաքյալ գսե ես կացի այնտեղ, ուր ուրիշս չեր կացած։ Երկտանք հասնելու այդ վայրերը, որտեղ եկեղեցի չի գա, որովհետև սիրելիներ, այս աբուզեմ սեր, երբեք եկեղեցին, ես անցամ չեմ ընդունի, որ եկեղեցին ազգային եկեղեցի։ Եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է եւ Քրիստոս բոլոր աշխարհի մարդկության համար խաչվեցավ։ Ազգային եկեղեցին, հայ ազգային եկեղեցի։ Եվ անոր համար չենք մտածել երթար կարուզել հոն ուր հայություն չի գա։ Երանի եղածն լավ մնաց։ Երանի։ Մեջը ծներ եմ, մեջը մեծացել եմ։ Ոչ թե քննադատական խոսին, այլ սրտի ցավով խոսին։ Ներկա եկեղեցիները թափվելու չեն նոր մշակնելու համար աղոթել է եւ պատրաստել է, որովհետեւ հունցքը շատ է, բայց մշակները քիչ։ Եվ վերջինը սիրելիներ, մենք որպես եկեղեցի Քրիստոսի մարմնի անդամներ, մենք պետք է վստահենք Քրիստոսի խոսքի իշխանությանը։ Քրիստոսի խոսքը իշխանություն ունի։ Մարդոց սրտերեն ներս։ Եբրայեցի 4:12-ի մեջ կսե, բասնձի Աստուծո խոսքը գենտանի է ու զոր է եւ ամեն եկսայրի սուրե գդրուկ, որ կտապանցեն մինչև շունչ ու ոգին եւ հոդվածները ու ծուծը եւ կկնե սրտին խորհուրդները ու մտածմունքները։ Եթե մենք ճանչնանք Աստուծո խոսքի զորությունը, այն ժամանակ տարբեր քաջությամբ, համարձակությամբ, տարբեր խոնարհությամբ եւ արդյունքով մարդոց կներկայացնենք։ Հիմա սկսենք նայեն Բերկամոնի եկեղեցու մի քանի գեդերով գուզեմ անիգա վեր առնել։ Այսպես կսե անիգա, որ սրած երբերան սուրուն։ Դեր Հիսուս Քրիստոս Բերկամոնի եկեղեցին կներկայանա իր ունեցած երբերան սուրով։ Ինչու հիմա սկսենք պատմականը հոգևորին հետ համեմատել։ Բերկամոն քաղաքի սուրը հռոմեական իշխանությունը եւ զորությունն է ու Թադաստանը։ Երբ որ մենք կսենք Բերկամոնի սուրը իշխանություն, զորություն եւ իրենց Թադաստանը կներկայացնի։ Անոր համար այս սուրին արչեւ ժողովուրդները խոնարհած են։ Ինչպես Սաուդիայի դրոշակի վրա երկու հատ սուր կա եւ ադիկա կներկայացներ, որ իրենք սուրով աշխարհի վրա իսլամությունը տարածեցին, այս սուրին արչև ժողովուրդը խոնարհած է։ Եկավ օրը այս սուրը, հռոմեական սուրը Քրիստոսի խոսքին արչև նվաճեց։ Խոսքի իշխանության պատկանը գոդրեց Բերկամոնի սուրը։ Եվ Հիսուս Քրիստոս կսե ես անեմ, որ իմ խոսքս եկսայրի սուր ունի, իշխանություն ունի, բոլոր ստեղծագործության եւ բոլոր մարդկության վրա եւ աստուրին արչեւ համայն աշխարհ գխոնարհի։ Գաշրություններ գուքան եւ գաշրություններ կերթան։ Այսօր ուր է հռոմեական գաշրությունը, բարսից գաշրությունը, եգիպտական գաշրությունը եւ այլն օսմանյան գաշրությունը։ Բոլորը փուլ եկավ, բայց ինչ մնաց Քրիստոսի խոսքի զորությունը, որ այսօր այդ ժողովուրդներում ջանքերը փոխել։ Սոցիալական հարթակները բացեք եւ նայեցեք եւ տեսեք մարդիկ
ինչպես թարցիկ ու կան մուսլիմաններ, մոլլաներ, բուդդիստներ եւ այլն կխոնարին Քրիստոսի իշխանության առջև։ Ով Բերկամոնի եկեղեցի, ով սիրելի քույրերս, եղբայրներս, քու փրկիչը իշխանության խոսք ունի եւ Քրիստոս իր խոսքով գփռնե ամեն ինչ։ Այսօր մի քիչ համարներ պիտի գարտամ, կուզեմ գարտալ Եբրայեցիս 1:1-3։ Շատ սևերով ու շատ կերպերով գանխավ խոսած է Աստված հայրերին հետ մարգարեներով, այս վերջին օրերս, այսինքն վերջին անգամը տալով իր որդիով խոսեցավ մեզի հետ, որ ամեն բանի ժառանգորդ դրավ, որով աշխարհն ստեղծեց, խոսքը Քրիստոսին։ Ան իր փառքին լույսն է եւ իր էության փուն պատկերը։ Զասված կուզես տեսնել, զասված կուզես ճանչնալ, մոդեցիր Հիսուսը։ Աստուծո փառքին լույսն է, Աստուծո էության իսկական պատկերն է, ան իր զորության խոսքով։ Քրիստոս իր զորության խոսքով ամեն բան կփռնե, ան իր անձովը մեր մեղքերը սրբեց եւ նստավ հարսերը Աստուծո աջ կողմը։ Ով է Քրիստոս, Աստուծո որդին է, Աստուծո փառքն է, Աստուծո պատկերն է, խոսքի զորություն ունի, բայց մեզի համար ներավ։ Միշտ ժողովուրդներ իրենց թագավորին համար գմերին։ Երկնային թագավորը իր ժողովրդին համար իր կյանքը զոհեց։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք հանձնվենք Քրիստոսի իշխանությանը, որովհետև առանց իրեն ծարին տերևը չի շարժի։ Եվ հիմա դերը գսե, որ երբ բերան սրացուր ունի գսե, գիտեմ քու գործերը եւ ուր կփնանես։ Գիճանչնամ քեզի, ինչպես որ ես եւ այդ շրջանակը որում մեջ կապրիս։ Դերը ասում է, ճանաչում եմ հավատքդ եւ ես քո եմ քու հավատքիցը։ Դերը ասում է, ես դերյակ եմ քու միջավայրդ։ Մենք երբեմն գսենք, ես ինչ հարևան ունեմ, որտեղ եմ ապրում։ 2000 տարի առաջ Բերկամոնի եկեղեցին ապրում էր մի վայր, ուր հոն գար սատանայի աթոռը։ Գիտեմ քու շրջանակը, որոնք սատանայաբաշխներ են։ Հիմա քաղաքի պայմաններով, մթնոլորտով երբեմն գարկ հավատացյալներ, լավ պայմանների մեջ են, երբեմն գարկ հավատացյալներ թուժոխային մթնոլորտի մեջ են։ Օրինակ Սիրիայում պետությունը ինքը կպայքարեր Եհովայի վրաներին, մորմոններին, սատանայաբաշխներին դեմ։ Օրը հայ ջահերներ Հալեբի մեջ ջահերություն արեցին, ինչպես սատանայաբաշխության քրություններ քրեցին բադին վրա, Սուրիա ոստիկանությունը մեջը մտավ, ցերկ արավ, եկեղեցի միլիոն դրավ, սա չլա որ ասկիսի բաներ են։ Ես մանրամասն բախմուտել են դերյակ կասեցուց։ Բայց ցավոք սրդի ինչու գսեմ, ասկե մի 2 տարի առաջ մեր դան գողքը մի մշակութային գետրոն գա, մենք նա տեսնեմ Երուսեր գար, դվակի կորձիկներ եկավ, ցայնային եւ այլն, այսպես նայեցա շատ հանգիստ չսկացի, մի ժամ վերջը նվակը սկսավ, ականջ տվի, որ գծախես 30 գդոր արծաթի սատանայաբաշխներ եկել։ Բոլորը սև հագած եւ այնպիսի երկեր գերկեն սատանայի նվիրված, մինչեւ այսօր երբ հիշեմ խանգարվում եմ։ Սյոդեր ասիրևույթը բիտեսնեի, ասի պետք էր լսեի, Բերկամոնի եկեղեցին գսե գիտեմ որ կփնայես։ Տուն հոն ինձի համար վգայես։ Դերը ասում է Բերկամոնի եկեղեցին, դու իմ անվան բադիվ ես, դու ինձ բադիվ ես տալիս, քո հավատքով։ Դերը ասում է,
դու ունես Անտիպաս, իմ հավատարիմ ծառաս, որ իմ անունս չուրացավ, սպանվեցավ, որովհետև իմ դերությունս չուրացավ։ Հռոմայական գուսակալը հաշիվ էր անում Բերգամոնի եկեղեցին, նամանավանդ Բերգամոնի եկեղեցու մեջ կար մի ծառա, մի հավատացյալ, որի անունը Անտիպաս է։ Հիմա որ մենք եկեղեցիները գսերտենք սիրելիներ, ընդհանրապես հիշենք Պոլիկարպոսը, որ 7 եկեղեցիներու անվանացանկի մեջ չի գա, մենք պատմութեն են բերած ենք, որ հրկիզվեցավ խարույկի վրա տրինին, բայց այս 7 եկեղեցիների մեջ մեկ անուն գա, եւ դա հովի միջի, մի անուն, Անտիպաս, Սավ Հիսուս Քրիստոս իմ Դերս է եւ Աստված։ Այդ օրին գանոնը հրճակվեցավ հռոմայական գայսրության մեջ, որ դու Հռոմի գայսրը պիտի հրճակես փոքրադարով Աստված։ Ուզած դրոմքդ պաշտե, ուզած ծիսակատարությունը տրե, խնդիր չունի հռոմայական գայսրությունը, իրենք հպարտանային, որ իրենք գրոնական ազատություն են դրել, բայց գայսրին պիտի ասես իմ Աստվածը։ Անտիպաս սավ իմ դերը Հիսուս Քրիստոս է։ Մնաց հավատարի իր հավատքին։ Անոր համար Հիսուս իր մահեն երբ որ աս եկեղեցու բական պիտի ուղարկե, հիշեցեք ձեր առաջնորդ, ես չեմ մոռացել, ես իր անունը դրել եմ իմ կյանքի խոսքի մեջ, երբ որ 7 եկեղեցիներին բական մտամ, ես մեկ անուն հիշեմ, այդ անունը Անտիպաս է, իմ հավատարիմ վգան։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ոչ թե որ մենք ինչ ծառայություն ունենք, Գերկենք, կնվակենք, կկարոզենք, մանկական, ավետարանչություն դնենք, խնդիր չէ։ Հավա մենք ինչպես կծառայենք, որովհետև վերջում դերը պիտի ասե ապրիս, բարի ու հավատարի ծառա։ Դերը մեզ կքնահատե, դերը մեզ կբարձրացրե, ոչ թե մեր արածին համար, այլ մեր ունեցած հավատարմության համաձայն, դերը իր զավակներեն գխնդրե և գբահանջե հավատարմություն։ Այսպես սիրելիներ, Բերգամոնի եկեղեցիի մեջ կար Անտիպասը, որու հավատքը վախեցնում էր այդ օրվա գուսակալին։ Ինչպես Հովհաննես Մկրտիչի հավատքը վախ ու սարսափ էր Հռովտեսին, փարիսեցիներուն եւ այլն։ Շատ վատ շրջանակի մեջ հավատարիմ։ Ուրեմն սիրելիներ, մեր հավատքը եւ հավատարմությունը մեր վայրեն չէ, այլ մեր նվիրումն է։ Երկրորդ գետը, որ գուզեմ վերարնել, Քրիստոս աս եկեղեցու մատնացույց կնե իր մեղքը։ Քրիստոս մատնացույց կնե Բերգամոնի մեղքը։ Բայց քեզի թեմ փամը ունի։ Ինչ էր այս մեղքը գուրքերու զոհված ուտել։ Ինչ կնշանակի այս մեղքը։ Այդ օրին բավականի խնդիր էր գուրքերու զոհված ուտելը։ Առաքյալները, Պողոս առաքյալ, Հովհաննես առաքյալ եւ վերջում Հիսուս Քրիստոս անդրադարձավ այս մեղքին եւ զգուշացուց։ Հեթանոսները այս մեղքին երթահողը պիտի ներկայացնեն ցեզի։ Այս մեղքին սեղանը ինչպիսին է։ Հեթանոսները ի բադիվ իրենք չասվածներուն, ի բադիվ իրենց մեհյաններուն սեղան կփանային, սեղան կփրեին։ Եվ այդ սեղանին վրայի միսը
գուրքի զոհված միս կլի։ Գերտային դաջար գզոհեին, կպերեին այդ միսը սեղանին վրա և իբադիվ իրենց աստուծույն սեղան գնստեին։ Եվ այս սեղանի գհրավիրվեին գարկմը հավատացյալներ, որ ժամանակին կամ մի գարկ ժամանակ առաջ իրենք այդ սովորություն ունեին, բայց Քրիստոսի խոսքը լսելով ապաշխարեցին։ Հիմա իրենց հեթանոս ընկերները զինեն կհրավիրեն այդ սեղանին, մեծավորները, բժիշկները, ինչու պատմականը ներկայացուցի, քրատարանի պատասխանատուները, իշխանավորները կհրավիրեին սեղանին, որ իրենց ընկերը եղած է, եւ այդ սեղանի վրա գուրքի զոհված կար։ Եվ այս մեկը սիրելիներ առաջին տարու մեջ մեծ քայքավություն եղավ։ Այս իրավիճակը տեսեք Պողոս առաքյալ ինչպես կներկայացնի։ Պիտի գարտամ առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 14-ն 22։ Այսպես կսե Պողոս առաքյալ առաջին Կորինթացիս 10-ը 14-ն 22։ Բաստանի վրա գրնակետ է։ Այսօր համար իմ սիրելիներս գրաբաշխութեն է փախեք, որպես թե իմաստուններու հետ կխոսնի։ Դուք թադեցեք, ինչ որ գսեմ, օրհնության գավաթը, որ մենք կորտնենք, չէ որ Քրիստոսի արյան հաղորդությունն է, հացը, որ մենք կգդրենք, չէ որ Քրիստոսի մարմին հաղորդություն է, քանզի մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, վասնզի ամենքս այդ հացեն գվայնենք, նայեցեք մարմնավոր Իսրայելին, չէ որ զոհվածներ ու դողները անոնց սեղանին հաղորդագից կլան, ուրեմն ինչս եմ, գուրքը պամն է, բայց այս կսեմ թե այն բաները, որոնք հեթանոսները զոհ կնեն, թևերուն կզոհեն և ոչ թե Աստուծո, ու չեմ ուզել, որ դուք թևերուն հաղորդագից ըլլաք, չեք կրնար խմել դերոջի գավաթը ու թևերուն գավաթը, չեք կրնար վայելել դերոջը սեղանեն ու թևերուն սեղանեն, նախանցի գխրքրեք Տերը, միթե մենք անգե զորավոր ենք։ Ինչ կտեսնենք այս հատվածի մեջ, նույն պատկերը, որ հավատացյալներ մեկը կնստեին գուրքի սեղան, գուրքի զոհվածի սեղաններ, որում վրա գուրքերու զոհված կա, մեկն կնստեին հաղորդության սեղան։ Դերևս ասիկա քիչ մը բացատրության կգարոդի, որովհետև առաջին տարում եւ աշակերտները հաղորդության խորհուրդը գուզեին կատարել, հաց պիտի կդրեին, գնեին այնպես ճիշտ Հիսուս վերջին ընթրիքին ըրավ։ Զադիկի սեղանը բաց էր, զոհան քարնուրի սեղանի վրան էր, Հիսուս ըսավ, արեք կերեք այս է իմ մարմին, զոհը ես է, իմ արյունս խմեց։ Ուրեմն աշակերտները ճիշտ նույն մեթոդով հաղորդությունը գնեին։ Դան մեջ սեղանի վրա էին, այդ սեղանի վրա սեղանաբեդը կամ առաքյալը կամ երեցը հացը կգդրեր իբադիվ Քրիստոսի խաչելության և գավաթը կուտար իբադիվ Քրիստոսի արյան։ Հաղորդությունը այդպես կնա։ Եվ նույն կերպով հեթանոսները իրենց աստուծույն կզոհին։ Հիմա երկուքի մասնակցությունը մեղք է։ Մեղքը չի գնալ ըլլալ մի զոհ Քրիստոս, մի զոհ որդերն է։ Առաքյալը այս ուզեց բացատրել, թերևս ճիշտ այս պատճառով է, որ ժամանակի ընթացքին եկեղեցին հաղորդության պաշտամունքը լրիվ առանձնացուց։ Դունի մեջ չեղավ, սեղանի վրա չեղավ, այլ եկեղեցու մեջ չեղավ, որպեսզի այս սեղանի սրբությունը պահվի։ Այսպիսի կանոնն է եկավ։ Եվ Կորինթացիներում իշտարցել առաքյալը գսե ամոր անարժանապար կուտե գխմե, ամոր եկերել գշտանալու և քինովնալու գմեղան չէ։ Զգուշացեք գսե։ Եվ եկեղեցին առանձնացուց։ Փորձում եմ Աստվածաշնչյան հատվածը ներկայացնել։ Նաև երկրորդ Կորինթացիս 6:14 երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14-ն մինչև 7-րդ գլուխ առաջին համարը պիտի կարդամ։
Տեսեք առաքյալը ինչ կսե։ Անհավատներուն հետ օդարախար լծագից մի ելնակ։ Քանզի ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ եւ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ։ Եվ ինչ միապանություն ունի Քրիստոս Փելիարին հետ կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ։ Եվ ինչ հարմարություն ունի Աստուծո դաջարը բուրքերուն հետ, վասնզի դուք կենթանի Աստուծո դաջարը։ Ինչպես Աստված ասավ, թե անոնց մեջ պիտի բնակին, ու անոնց մեջ պիտի կանեն, ու անոնց Աստված պիտի ելնան, ու անոնք ինձի ժողովուրդ պիտի ելնան։ Ասոր համար ելեք անոնց մեջ են ուզատվեցեք գսեդերը։ Բիղծ բանի մի թրջի, ու ես ձեզ պիտի ընդունիմ եւ ձեզի հայր պիտի ելնամ, ու դուք ինձի դղակներ ու աղջիկներ պիտի ելնան, գսե ամենագալ Տերը։ Ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոստումները ունենք, մեր անձերը, մարմինը ու հոգին ընդգծենք։ Մեր անձերը, մարմինը ու հոգին ամեն կերպ բղծութենը մաքրենք եւ սրբությունը դադարելագործենք Աստուծո վախով։ Ամբողջ կերպով մեկնաբանեմ։ Աշխարհիկ ընկերներուն հետ սեղան նստի եւ եթե այդ սեղանի փառքը Աստուծո չի դրվի, համարյա արդեն մենք ուրքի սողվածի փորձության մեջ։ Երբեմն գսկամ խոսքս զանր գտվի, բայց այս բան խոսքս հոգևոր առաջնորդներ ունեն եւ ինձի, որոնք են իմ ընկերներս։ Ես այսօր հովիվ, Տերոջը շնորհքով սպասավոր, ծառայ։ Որոնք են իմ ընկերներս։ Ես որոնց հետ սեղան։ Ես անձամբ կճանչնամ եւ տեսած եմ հոգևոր մեծ առաջնորդներ, որոնք հոգևոր ընկերներ չունեն։ Իրենք բարձր դիրքի վրա են եւ իրենց ընկերներն բարձրախավից են, նյութականով, վգայականով, բաշխոնով, թիրքով։ Ինչպիսի սեղան գնստին եւ ինչպիսի հաղորդություն գնեն, Տերը բոլորս մեզ այդ փորձուտենեն բահել։ Հոգևոր առաջնորդի մեջ նաեւ տեսնվելի է այդ խոնարհությունը։ Երբ դառնստի այդ տունը, քորքի վրա, ադնդանիքի անդամներուն են, որուն համար հյուրասիրությունը արժեք չի ներկայացնել, անուն համար չէ կացած, այլ կացած է աղոթելու եւ Աստված փառավորելու։ Եվ այսօրվան գուրկը սիրելիներ ինչ է։ Այսօր մենք կխոսենք գուրկի զոհվածի մասին։ Տերևս ոմանք կսեն, եղբայրանով այսօր գուրկի զոհվելու բան չի գա։ Այսինքն արդյոք ժամանակավրեպ եղած է։ Առաքյալը հստակ գսե, առանց բացատրություն տալ, ուսկուշացեք գուրքերը։ Այսօրվան գուրկը այն մարդն է, այն նյութն է, որ քեզի համար քու կյանքի առաջինն է։ Քու կյանքի առաջինը ինչ։ Թիվ մեկը ով է, թիվ մեկ սերդ ով է։ Եվ գամ, որն է քու գուրքի փորձությունդ։ Վերջին ժամանակակից գուրքի փորձությունը ցերկի հերախոս։ Ցերկի հերախոս։ Եվ այսօր ցերկի հերախոսի մեջ գա գուրքը, գա Քրիստոս։ Գա գուրքի սերանը, գա հաղորդության սերանը։ Ամեն ինչ կա։ Օրմեսի մեկ անգամ եւս ասեմ, եւ դեռ շատ պիտի ասեմ ինչեւ Քրիստոս կա։ Փերի սրբությունը բղծության մեջ է։ Համաձայն եք։ Օրմը ես աստվածազնագյանքի մասին որոնում անում եմ։ Աստվածազնա, էջի բացել եմ։ Հիսուսի մայրը, Mother of Jesus։ Ինձի մանրավաճանների նրան կպեր, անոր հետ։ Մի էջ կպերը ետ կանի գուկա, ալ գխարնվիս, գեհեդերիս, աստված մայր։ Ինչ լավ է քիրկը, գպանասկը գարտաս ուզարդ կա մեջ է,
Բայց իմ ամեն ինչ անոր մեջ տեղադրեցին եւ քարոզնալ հոնե, փարապանությունն հոնե, եւ անոր գողքին սատանայաբաշներն հոնե եւ ամեն ինչ հոնե։ Զգուշանանք սիրելիներ, զգուշանանք դերը մեզ այս փորձութենեն բայ։ Քեզի դեմ քիչ մը փամ ունի։ Տուն հոմ բուրկերու զոհված ուտողներ ունիս։ Ապաշխարեկս է։ Հատվածը, որ գարտացի երկու հատվածները մեկ բան գսեն, ելեք անոնց մեջ են, զատվեցեք անոնց մեջ են, բիղծ բանի մի մոտենակ, բիղծ բանի մի թրջեք։ Երորդ եւ վերջին թերգետը շատ կարճ կերպով պիտի խոսին, Նիկոմոսյան վարդապետության հետևողներ ունիս, որոնք ես անոնց կատեմ։ Որքան ապրգոդումներ ունենք, այս Նիկոմոսյան վարդապետության մասին մանրամասն դելեգություն չի գա։ Փնտրեցեք, չենք գտներ։ Բայց Նիկոմոսյան վարդապետությունը եկեղեցու մեջ ամուսնալուծումը որպես արդար իրավունք դեսավ եւ ընդունեց։ Ամուսնալուծումը որպես արդար իրավունք։ Ապա հաջեցնել աչքերը եւ մարմնի ցանկությունը։ Հիմա ամեն ամուսնալուծում ես չեմ գրնալսել անարդար է։ Ես ամուսնալուծումը քաչալերով անց չեմ, որ հավատացյալ կրոջ մսի ատփարը փերանը չարնես։ Այդ փարը փոփերից թողտուշ չկա։ Այսինքն փորձում է միտքս սեզի ներկայացնել։ Եթե եկեղեցին իր երեսներով հովիվով գքննարկե եւ գտեսնե հոնդեր ցավոք սրտի բորունգություն կա ամուսնալուծում գուտա։ Բայց կրկին անգամ ամուսնությունը արդեն աշխարհի վրա եկեղեցիների մեջ մեծ խնդիր առաջացավ։ Պողոս Արաքյալը թե մեկը հետանոց այրմար ունենա եւ հաջելի չտրվի իր հետ ապրիլը թող պայքարի, բայց առանց ամուսնու։ Իմ ասիկա բավականին անհատական խնդիր է, դեր եկեղեցու հովիվներուն իմաստություն դա, դերը դա, որ մենք դինենք արդարադատ հիմնաբաշտ, որպես այդ փորձութեն են հերում։ Եվ ապա Քրիստոս կխոսի վերջին գետը վարձատրության խոստումին վրա։ Որ գսան որ գահտե անոր ուդել պիտի դամ երկնային մանանային եւ քիչ մը պիտի դամ։ Ըստ երևույթին աս եկեղեցու հավատացյալներու մեջ կար ցանկություն, որ իրենք մասնագից դառնային բարձրախավի սեղաններուն ներկայացան, մեծավոր, իշխանավոր, փառավոր սեղան։ Եվ ինգան փորձության մեջ։ Հիսուս կսե, այդպիսի փափակ ունիս, ես քեզի երկնային մանանա կտամ, եւ քո սեղանի վրա ես ներկա կլինեմ։ Ոչ թե մարդիկ, դու ինձի հետ սեղաններս կես։ Եվ ես քեզի կուտամ այն մանանը, որ քեզ կհագեցնե, բավարարությունը կամ փոխչանա, դերոջը դալիք օրհնությունով, դերոջը սեղանի վրա, եւ դու ուրիշ բանի չես ցանկալ։ Սաղմոս 45-ի առաջի կամ երկրորդ համարն է գսե դու մարդոց որդիների մեջ ամենաքեղեցիկն ես։ Անտե արվամն դերի բաշ։ Մարդոց մեջի քեղեցկության ամենակերազանցն ես։ Արեմդայերին այդպես գսե դու մարդոց որդիների մեջ ամենակեղեցիկն ես։ Քո փառքը, քո քեղեցկությունը դեր Հիսուս եւ քո սեղանի վրայի մանանան ամեն ինչ կարժե։ Նայեք այս հատվածի մեջ ես ինչ կտեսնեմ։ Ամեն մեկ հավատացյալ, իզմեսյա, ըսկսյա, մենք կյանքի մեջ մի բագաս անգին ունենք, մի փափակ ունենք, մի ցանկություն ունենք,
որ մեր կյանքի մեջ դա անգադար ցկտում է, չէ իրականացած, կամ գուցե չի իրականանում։ Մի բան կա քո սրտի մեջ փափակ, որ փորձեցիր, վազեցիր, փափակեցար, չստացավ, բագասված։ Վերջավորությանս ինչն է։ Ինչպես սմերուկս սպիտակ է, փախտը սանսեր է։ Այդպիսի մի բան ասացի, հարեցնել այդպես կսեմ։ Սմերուկիս սպիտակ է, փախտը սանսեր է։ Փախտիդ վերակրեցիր, ոչ։ Դերը կթողնե բագասանին։ Դերը ձրակրված բագասանին կթողնե մեր կյանքի մեջ, որ մենք անով միշտ իրենք արջացնենք, բայց այդ բագասի իսկական քոհացումը, բավարարությունը դերը ասում է, դա երկրի վրա չի լինելը լինել են լավ է։ Ավելի լավ է, որ մեր կյանքի մեջ այդ մեկը բագաս մնա, գուցե այդ մեկը երբ որ մեր կյանքի մեջ իրականանա, դա մեզի համար փորձություն կլինի։ Դերը գսե այդ քու փափակը ես քեզի կշնորհեմ։ Եվ գսե քեզի խիչ մբիլի դամ։ Եվ անոր վրա գրված նոր անուն։ Տեսեք, գուրքերու սեղանը ինչի վերածվեցավ երկրային մանանային։ Եվ խիճը, ասպարավոր սեղանը, ինչպես կհասկացվի սիրելիներ։ Այդ օրին մարզական աշխարհի մեջ, երբ մեկը չեմպիոն գլար, գայսրը իրեն խիճ կուտար։ Շիբին, արաբերենով Սիրիայել ավելի լավ կհասկնան։ Զդիկ կարմը, շիբին, խիճ։ Թագավորի անունով։ Երբ որ դու այդ շիբինը ունիս, ոնց որ անիգա անձնատիվ է, փասպոր է, որ դու իրավունք ունիս գուսագանի խնջույքներուն ներտալ ներգա ըլա։ Երբ որ գուսագանի խնջույքին պիտի մտնես, երբ որ այդ խիճը ցույց կտաս, դու գուսագանին գոմանե գամանչ քարտ ունիս, հատուկ քարտ ունի։ Հիսուս կսե անոր գահախտե, ես անոր խիչ մոգուտամ։ Հատուկ անուն մկրված, որ դու ոչ թե գուսագալի խնջույքին ներգա գլաս, իմ խնջույքիս ներգա գլաս։ Գայսրը գմերնի, գայսրը գփոխվի, դու չես կնար երթար, ադիգա ժամանակավոր է, բայց այն վարսատությունը, որ ես քեզի կուտամ, դու հավիտյան իմ սեղանս կնստես։ Անոր համար Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ եւ երրորդ եկեղեցիի մեջ կշեշտադրե։ Իզմիրնիայի եկեղեցին սա միջև հիմա հավատալի եղել։ Բերգամոնի եկեղեցին, որում մեջ գրաբաշխություն կար, բորունգություն կար, բորունչան կատարցը եւ Նիկողոսյան Վարդապետության հետևողներ կար, բայց այդ եկեղեցիի մեջ կար Անտիբասը, որ մահացել էր իր մահեն ելքը Հիսուս իր անունը իշատակե պատիվով, որ իմ Անտիբաս ծարած հավատալիներ։ Օրհնյալը լակվիրել եղբայրներ, որ ես առաջ ասպարը գործած եմ, դուք ձեր լերության, հավատարմության կյանքը դապրեք, երավելի եք։ Մեծ կարոզի չլալ, մեծ երկի չլալ, մեծ եկեղեցի ունենալ, շատ ժողովուրդ ունենալ, բարձր դիրքերով հասնի, գրնանում քեզի, երկնային մանանային եւ խիճին չարժանացնի։ Աստված չնե որ անոնք փորձությունը լա, դերը մեզ մեկը պահանջե հավատարմություն, աս նախատասությունով կփակե, ոչ թե ինչ է քու ծառայությունդ, այլ ինչպիսին է քու ծառայությունը,